Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերումը մի քահանա կար, անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունիցը, և նրա կինն Ահարոնի աղջիկներիցը, և նրա անունն Եղիսաբեթ։ Երկուսն էլ Աստծո առաջին արդար էին, և Տիրոջ բոլոր պատվիրանքներումը և իրավունքներումը գնում էին անարատ։ Եվ նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։ Եվ եղավ, երբ որ նա քահանայություն էր անում իրան հասած դասակարգության օրերում Աստծո առաջին, քահանայության սովորության պես իրան ընկավ, որ Տիրոջ տաճարը մտնե խնկարկություն անելու։ Եվ ժողովրդի բոլոր բազմությունը դուրս նաղոտք էին անում խնկարկության ժամանակին։ Եվ Տիրոջ հրեշտակը երևեցավ նրան կանգնած խնկի սեղանի աջ կողմին, և Զաքարիան տեսնելով շփոթվեցավ, և վախ ընկավ նրա վրա։ Եվ հրեշտակն ասեց նրան. «Մի վախենար, Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսվեցավ, և քո կինն Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ Եվ քեզ ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը նրա ծնունդովը կուրախանան, որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին, և գինի և օղի չի խմի, և դեռ իր մոր որովայնիցը Սուրբ Հոգով կլցվի։ Եվ Իսրայելի որդիներից շատերին կդարձնե դեպի իրանց Տեր Աստվածը։ Եվ ինքն կգա նրա առաջից Եղեի հոգովը և զորությունովը, որ հայրերի սրտերը դեպի որդի կդարձնե, և անհնազանդները արդարների իմաստության մեջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստե։ Եվ Զաքարիան ասեց հրեշտակին. «Ես ինչով ճանաչեմ այդ, որովհետև ես ծեր եմ, և իմ կինն իր օրերն անց է կացրել»։ Եվ հրեշտակը պատասխանեց և ասեց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջին կանգնում եմ, և ուղարկվեցա քեզ հետ խոսելու և այս բաները քեզ ավետիք տալու։ Եվ ահա համր կլինես, և չես կարենա խոսիլ, մինչև այն օրն, որ այս բաները կլինին, որովհետև չհավատացիր իմ այս խոսքերին, որ իրանց ժամանակին կկատարվին»։ Եվ ժողովուրդը սպասում էր Զաքարիային և զարմանում էին նրա տաճարի մեջ ուշանալու համար։ Եվ երբ որ դուրս եկավ, չէր կարենում խոսել նրանց հետ։ Եվ իմացան, որ տաճարի մեջ տեսիլք է տեսել, և նա նշաններով էր խոսում նրանց հետ, և մնում էր պապանձված։ Եվ եղավ, երբ որ նրա պաշտոնի օրերը կատարվեցան, գնաց իր տունը։ Եվ այն օրերից հետո նրա կին Եղիսաբեթը հղացավ, և 5 ամիս իր անձը ծածուկ պահում էր և ասում, թե այսպես արավ ինձ Տերն այս օրերումն, որ ինձ վրա նայեց, որ իմ նախատինքը մարդկանց միջից վեր առնե։